Բարև ձեզ, այս պահին մենք գտնվում ենք նոր վարչական շրջանում, շարունակվում է քարոզչությունը, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ առաջարկ Հայաստանի ծրագրով, Բարգավաճ Հայաստանի համամասնական ցուցակով, որում տեղ են գտել նաև Մայր Հայաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև դեմոկրատական այլընտրանքի, մենք շարունակում ենք տարբեր ժամանակահատվածներում, քաղաքի տարբեր հատվածներում մեր քարոզչությունը, այժմ նոր նորքում բնակիչների հետ կշփվենք եւ մեր խոսքը կփոխանցենք նրանց։ Նոր նորքի հարգելի բնակիչներ, հարգելի քաղաքացիներ, առաջարկ Հայաստանի ծրագրով ձեր բակերում այժմ Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչներն են, մենք ողջունում ենք բոլորին ու բոլորին կոչ ենք անում անպայման գնալ ընտրատեղամաս։ Գնալ ընտրատեղամաս ու տնօրիներ երկրի ճակատագիրը, գնալ ընտրատեղամաս եւ վճռել մեր խնդիրների լուծման տարբերակը։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն հունիսի 7-ին բոլորս ընտրատեղամասում պիտի տեր կանգնենք մեր երկրի ճակատագրին եւ հետագա ընթացքին։ Սիրելի հայրենակիցներ, բոլորս միահամուռ հունիսի 7-ին լինում ենք ընտրատեղամասերում, որպեսզի հետագայում չտրտնջանք, չբողոքենք, չդժգոհենք եւ որևիցե մեկին չմեղադրենք։ Ողջունում ենք, այ մենք տեսանք, բրավո, 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 ապրենք։ Սիրելի հայրենակիցներ, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ առաջարկ Հայաստանի ծրագրով Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով Մայր Հայաստան կուսակցությունը, Մայր Հայաստան շարժումը, դեմոկրատական այլընտրանքը ձեր ուշադրությանն էր ներկայացնում նախընտրական ծրագիր, որը ունի լուծումներ կյանքի եւ քաղաքի բոլոր խնդիրների վերաբերյալ։ Բարև ձեզ։ Ուրեմն մենք առաջարկում ենք, որպեսզի երբ որ դուք ձայնը կտաք թիվ 7-ին եւ երկրում տեղի կունենա իշխանափոխություն, բոլորի գույքահարկը վերանայվելու է նվազման միտումով, գույքահարկի վերանայում, մինչև 3 միլիոն դրամ վարկերի սպառման հարցում պետության աջակցություն, մինչև 10 տարվա ազատազրկվածների հետ կապված հավաներում, բայց ամենակարևորը երկրում պետք է իրապես տեղի ունենա համերաշխություն եւ հաշտություն, ամենակարևորը երաշխավորված խաղաղություն։ Սիրելի հայրենակիցներ, առաջարկ Հայաստանի ծրագրով ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով մասնակցում է նաեւ Մայր Հայաստանը։ Բարև ձեզ, ողջունում ենք։ Եկեք այդ բոլորը ողջունենք համեր քաղաքացիներին։ Ապրեք դուք, կեցեք, անպայման կգնաք ընտրատեղամաս եւ տեր կանգնեք երկրի ճակատագրին։ Ուրեմն Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցությունը 23 թվականից ի վեր ներկայացրել է քաղաքացու շահերը քաղաքապետարանում եւ կարմիր եւ կապույտ կետագծերի հետ կապված մտել ենք դատարան, որ ավելի քան 13 անգամ թանկացումը չեղարկենք։ Եվ նախորդին վճռապետ դատարանի որոշումով ուժի մեջ մտավ առաջին ակցիանի դատարանի այն որոշումը, որ կարմիր կետագծերի թանկացումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Մայր Հայաստանի հետևողական, իրավական եւ քաղաքական պայքարի արդյունքում թանկացումը համարվել է ոչ իրավաչափ։ Ինչպես նաեւ սիրելի հայրենակիցներ, այս ընտրությունները սոսկ քաղաքական ընտրություններ չեն,
պարզապես քաղաքական ընտրություններ չեն։ Մենք գործ ունենք երկրի ճակատագրի հետ։ Եթե դուք ուզում եք ունենալ ազգային պետություն, եթե դուք ուզում եք Հայաստանը չդառնա ադրբեջանական վիլայետ, իսկ երկրի ղեկավարը թուրք փաշա, ուրեմն գնացեք ընտրատեղամաս եւ ձեր ձայնը տվեք թիվ 7-ին։ Ուրեմն հունիսի 7-ին Համար 7-ին համար 7-ին հունիսի 7-ին հունիսի 7-ին համար 7-ին համար 7-ին հունիսի 7-ին միացիր որ փոխենք միացիր որ փոխենք միացիր Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայրենակիցներ, բոլորիդ կոչ ենք անում անպայման գնանք ընտրության։ Մենք թիվ 7 քվեաթերթիկն ենք։ Անպայման գնացեք ընտրության ու տեր կանգնեք երկրի ճակատագրի։ Անպայման գնացեք ընտրության, որովհետև այս իշխանությունները այնքան են լկտիացել, որ այսքան ցավից, վշտից, այսքան կորուստներից հետո, երբ որ երկրի արտաքին գործերի նախարարին ասում են, ժուրնալիստը հարց է տալիս գերիների հետ կապված, նրա հանդգնությունը ներում է, որ գերիների հետ կապված հարցին ասի ծնգլ արեցիք։ Այսա հունիսի 7-ի ժողովուրդը ծեսնեց ծնգլ կանի, որ կիմանաք թե իրականում դուք ով եք ու ձեզանից ինչ եք ներկայացնում։ Սիրելի հայրենակիցներ, սրանք չեն է թաքցնում, որ բացահայտ թուրքական պրոյեկտ է, այնքան սուտ ու կեղծիք, այնքան ատելություն, այնքան չարություն, որ սրանք են սերմանել, մեր երկրում երբեք չի եղել։ Սեր ու համերաշխություն ասելով, եկան և ատելություն և թշնամանք տարածեցին, մարդկանց մեջ ներարկեցին ագրեսիա, բաժանարար գծեր, վիրավորանք, հայհոյանք, ֆեյքեր բուծեցին և հայ կնոջ նկարներով հայհոյող պրոֆիլներ բացեցին, մեզ խայտառակեցին, մեզ Թուրքիա առաջ ծնկի բերեցին, մեզ տարան նվաստացման, ահա այն ամեն ինչ պետք է պատկերացում կազմելու համար սրանց մասին։ Այս իշխանությունները Թուրքի բաժին են դարձրել Արցախը, այս իշխանությունները երկիրը ծնկի են բերել Ադրբեջանի առաջ, հողատարածքներ են տվել նաև Հայաստանի տարածքից ու հիմա ներկա պահին նաև Տիգրանաշենը քարտեզի վրա արդեն իսկ վերանվանվել է քարքի, սրանք պատրաստ են նաև էլի հողեր զիջել, բայց այն հողերը մասնավորապես Ջերմուկի հատվածում, որ ադրբեջանցիները հայկական գրավել են, ահա այդ հողերի վերադարձի, այդ տարածքների վերադարձի մասին ոչ մի խոսք։ Սրանց համար անկախության հռչակագիրը լավը չի, սահմանադրությունը լավը չի, եռագույնը լավը չի, զինանշանը լավը չի, Մասիսարը լավը չի, մեր զինված ուժերի տարբերանշանը լավը չի, ոչ մի բան լավը չի։ Ալիևի պատվերով սրանք պայքարի են դուրս եկել մեր ինքնության դեմ։ Ձերի հայրենակիցներ, բոլորիդ կոչ ենք անում գնալ ընտրատեղամաս, տեր կանգնել երկրի ճակատագրին, տեր կանգնել երկրի ապագային և սեփական զավակների ապագա կյանքին։ Այսպիսով, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին Հայաստան իմ լույսիմ տուն, քո երկը ցավ է, բայց ոչ խամա, քո սրտի մեջ դեռ կրակա,
վիվաղը Ընտրում ենք համարյոթին Հաղթանակ Հայաստան Լույսը մեր ճանապարհին Ընտրում ենք համարյոթին Հաղթանակ Հայաստան Արդարություն մեր երկրին Լույսը կգա Օ սիրտը կզարկի Արդարության օրը մոտ է Հայաստանը նորից կփայլի Ընտրում ենք համարյոթին Հաղթանակ Հայաստան Լույսը մեր ճանապարհին Ընտրում ենք համարյոթին Հաղթանակ Հայաստան Արդարություն մեր երկրին Լեռների շնչով կանգնած ես դեր Քո հողը սուրբ է քո անունը երգ Ամեն քարի մեջ նախ ներկան Ամեն սրտի մեջ հավատամար Զոհերի հոգին թող հարավորվի Նրանց անունը թող լույս դառնա Նրանց պահած սուրբ հայրենիքում Արդարությունը թող վերադառնա Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոթին Հաղթանակ Հայաստան Լույսը մեր ճանապարհին Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոթին Հաղթանակ Հայաստան Արդարություն մեր երկրին Մասիսը մեր աչքի լույսն է Մեր ինքնությունն է մեր սուրբ նշանը Ոչ ոք չի դենջի մեր հիշողությունը Ոչ ոք չի լրացնի հային ձայնը Ոչինչ չի ուրացվի Ոչ մի անուն չի մոռացվի Նախնիների ժառանգությունը Մեր սրտերում կպահպանվի Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոթին Հաղթանակ Հայաստան Լույսը մեր ճանապարհին Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոթին Սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք բոլորիդ։ Կոչ ենք անում հունիսի 7-ին անպայման գնալ ընտրատեղամաս։ Գնալ ընտրատեղամաս, որ Հայաստանը չունենա Թուրքի պահած իշխանություն։ Գնալ ընտրատեղամաս, որ մարդկանց գլխին կեղծ շինծ ու գործեր չսարքեն ու չձերբակալեն։ Գնալ ընտրատեղամաս, որ Հայաստանի ղեկավարը չլինի Թուրքի տեղապահ փաշա։ Գնալ ընտրատեղամաս, որպեսզի այս երկիրը ունենա ապագա։ Իսկ այժմ բոլորս միահամուռ, բոլորիս կոչ եմ անում ի աջակցություն պարոն Թևանյանի վանկարկել Թևանյան, Թևանյան, Թևանյան։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին անպայման գնացեք ընտրատեղամաս։ Գնացեք, որ ձեր գույքահարկի իշտի։ Գնացեք, որ ձեր աղբահանության այս ամոթալի թանկացումը վերանայվի։ Անպայման գնացեք ընտրատեղամաս, ողջունում ենք ձեզ։ Անպայման գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը թուրքական էքսպանսիայի չի ենթարկվի։ Անպայման գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը ապագա ունենա։ Անպայման գնացեք ընտրատեղամաս, որ այս երկրում ատելությունն ու թշնամանքը տեղ չունենա։ Հունիսի 7-ին Համարյոթին Համարյոթին Հունիսի 7-ին Հունիսի 7-ին Համարյոթին Համարյոթին Հունիսի 7-ին Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սրտերին, վերկած կանգիր, ձեռքդ բացիր, ու ասա այո մեր պայքարին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անեմ սիկոր այս չարիքին, վերկած կանգիր, փաշին մերժիր, ու ասա այո մեր հայրենիքին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, գալու է մեր դարը, հաղթանակի դարը, որ կերտելու ենք մենք միասին, վերկած կանգիր, մեզ միացիր, ու ասա այո մեր հաղթանակին,
Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին կոչ ենք անում բոլորիդ գնալ ընտրատեղամաս, գնալ և մասնակցել ընտրություններին, գնալ տեր կանգնել երկրի ապագայի։ Մեր փոխարեն ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, հետո տամեզ ասի դե վայելեք։ Յուրաքանչյուրս ունենք անելիք։ Ցանկացած ճաշակի ընդդիմադիր ուժ էլ կա։ Կարող եք գնալ և ձեր քվեով տնօրինել երկրի ճակատագիրը։ Մենք թիվ 7-ն ենք։ Մենք 7-րդ համարի քվեաթերթիկն ենք։ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ առաջարկ Հայաստանին ծրագրով ընտրություններին կուսակցությունների հետ։ Սիրելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը անցնող 3 տարիների ընթացքում եղել է ձեր կողքին ձեր բոլոր խնդիրների ահազանգումից սկսած, մինչև տրանսպորտի թանկացման դեմ պայքար, մինչև կարմիր կետագծերով թանկացման դեմ քաղաքական և իրավական պայքար։ Եվ Մայր Հայաստանի հավաքանու ջանքերի արդյունքում պարոն Թևանյանի նախաձեռնությամբ դատարանը առաջին ատյանով, վերաքննիչով, նախօրեին վճռաբեկով կարմիր գծերի թանկացումը ճանաչել է ոչ օրինաչափ։ Մենք ձեզ հետ պայքարել ենք, որպեսզի կարմիր կետագծերի թանկացումը համարվի ոչ իրավաչափ և հասել ենք հաջողության։ Մենք պայքարել ենք նաև տրանսպորտի թանկացման դեմ։ Հիմա բոլորիդ կոչ ենք անում, բարև ձեզ, բոլորիդ կոչ ենք անում անպայման գնալ ընտրությունների։ Անպայման գնալ ընտրության, որ ձեր գույքահարկը նվազի։ Անպայման գնալ ընտրության, որպեսզի ձեր աղբահանության այս քառակուսի մետրով սկզբունքը վերանայվի։ Անպայման գնալ ընտրության, որ տեղական տուրքերը չբարձրացնեն և նվազեցվեն։ Անպայման գնալ ընտրության, որպեսզի Բարև ձեզ։ Անպայման գնալ ընտրության, որպեսզի տեղի ունենա մեծ համաներում։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունները 18 թվականին գալով իշխանության, նաև ձեր սատարման, մեր սատարման արդյունքում սեր ու համերաշխություն ասեցին, բայց թույն ու թարախ տարածեցին։ Այս իշխանությունները երկիրը Թուրքիա առաջ ծնկի բերեցին, Ալիևի առաջ դարձան գիքոր և ահա այժմ էլ ընտրություններին ամենաշատ պատերազմ բերած իշխանությունը լինելով գնում են իբրև թե խաղաղության օրակարգով։ Դուք խաղաղություն չենք բերել, դուք բերել եք պատերազմ, ավեր, ողբ, ցավ, կսկիծ, կորուստներ և նվաստացում։ Այդ է ձեր բերածը։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին գնալով ընտրատեղամաս մենք ունենք շանս վերջ տալ այս խայտառակ ու ամոթալի դարաշրջանի։ Այսպիսով, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, նայեք, ոնց են մարդիկ թե պատուհաններից, թե մեքենաներից, մեզ ողջունում, մեզ սատարում, դուրս եկեք փողոց տեսեք ում հանդեպ ինչ վերաբերմունք կա։ Ձեզ ընդամենը մեկը մի հակառակ բան ասում, սկսում եք վիրավորել, հայհոյել, այ ետեք դուք, այ դուք ետեք ներկայացնում ձեզանից։ Պատմություն կարգված, այսօղի վրա հավատքա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում։
Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Դպրոցական տարին ավարտվել է, երեխաները արդեն տանն են, շատ ժպտեր ես, լավ տրամադրությունով, ապրեք դուք։ Սիրելի հայրենակիցներ, բոլորից կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ լտրատեղամաս։ Հունիսի 7-ին գնալ լտրատեղամաս և տեր կանգնել երկրի մենք թիվ 7-ն ենք։ Հունիսի 7-ին։ Համար 7-ին։ Համար 7-ին։ Հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին։ Համար 7-ին։ Համար 7-ին։ Հունիսի 7-ին։ Սիրելի հայրենակիցներ, գնացեք ընտրատեղամաս, որպեսզի երկրում սուտ ու կեղծիք ատելություն չտարածվի։ Գնացեք ընտրատեղամաս, որպեսզի երկրում իրոք սեր ու համերաշխություն հաստատվի։ Գնացեք ընտրատեղամաս, որ այս թշնամանքի դարաշրջանը հասարակության ներսում ավարտվի։ Գնացեք ընտրատեղամաս, որպեսզի Հայաստանը ունենա այնպիսի ղեկավար, որը Թուրքիի առաջ կուչ չի գալիս, Թուրքիի առաջ չի նվաստանում, Էրդողանի գիրքը չի գրկում և Ալիևը նրան չի ծաղրում, չի անվանում հարբած ծաղրածու։ Գնացեք ընտրատեղամաս, որպեսզի մարդկանց շինչ ու գործերով չլցնեն բանտերը։ Գնացեք ընտրատեղամաս, որ ադրբեջանցի ժուրնալիստների օգնությունով ինչ-որ կայքերից ինչ-որ կեղծ լուրեր չգտնեն, հասարակության մեջ չտարածեն, ոնց որ սրանք են անում և մարդկանց անվան հետ չխաղան։ Այ էդ են սրանք։ Սրանք էդ են և նախորդին դա բացահայտվել է, որ սրանք ադրբեջանցի լրագրողների գրած սուտ ու կեղծ հոդվածները վերցնում են, տարածում են, ձեզ գցում են թյուրիմացության մեջ, ձեզ գցում են մոլորության մեջ, փորձում են մարդկանց անվան հետ խաղալ, ինչպես նախորդին պարզվեց այդ լրատվամիջոցների բացահայտման արդյունքում։ Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս։ Գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը ապագա ունենա։ Գնացեք ընտրատեղամաս, որ չարությունը, թշնամանքը, ագրեսիվ խոսքը մարդկանց իրար դեմ չլարի։ Նախորդին Կոտայքի մարզում ընտրական թեմաներով վեճի արդյունքում հայ մարդասպանվել։ Սրանք հասել են արդեն մարդասպանության այս թույն ու թարախի, այս չարության մթնոլորտը։ Այս ամեն ինչի վերջը պետքա տալ։ Այս ամեն ինչը քայքայում է մեր երկիրը ներսից։ Այսքան բաժանում, այսքան մարդկանց միմյանց դեմ հանել, այսքան ստորացում Թուրքիի առաջ, այսքան զիջել, ու դրա փոխարեն ինչ են անում, զանազան քեֆ ուրախություններ, համերգներ, չգիտեմ, ջանգյուլումներ, այս երկիրը կանգնած է էլ ավելի մեծ արհավիրքների առաջ։ Սրանք, որ ասել են Արցախը Հայաստանը, հետո ասել են Արցախը Ադրբեջանը։ Նույնը այսօր, սրանք ինչ ասում են, սրանք հավատալու չի սրանց։ Սրանք ստի ու կեղծիքի իշխանություններ են։ Սրանք խաբեբաներ են, սրանք դավաճաններ են, ովքեր հարկ եղած դեպքում պատրաստ են նաև Թուրքիի ցանկացած պատվեր կատարել, ինչպես որ կատարում են։ Բրավո մայրիկ, բրավո, ապրեք շատ։ Եկեք ողջունենք մեր հայրենակցին։ Եկեք բարձր ողջունենք։ Հունիսի 7-ին։ Համար 7-ին։ Համար 7-ին։ Հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին։ Համար 7-ին։ Համար 7-ին։ Հունիսի 7-ին։ Սիրելի հայրենակիցներ, բոլորս հունիսի 7-ին դեպի ընտրատեղամաս։ Հունիսի 7-ին, ժամը 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, ժամը 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին,
ժամը 7-ին, համար 7-ին։ Հայաստան իմ լույսիմ տուն, քո երգը ցավ է, բայց ոչ խամար, քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բացել է բիվարը։ Ունիսիատին, ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ Ունիսիատին, ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, արդարություն մեր երկրին։ Լույսը կգա, օ սիրտը կզարթնի, արդարության օրը մոտ է, Հայաստանը նորից կփայլի։ Ունիսիատին, ընտրում ենք համար 7-ին, Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ Բարև ձեզ, բարի ախորժակ։ Համար 7 Անուշարեք Ոչ ոք չի ջնջի մեր հիշողությունը, ոչ ոք չի լրացնի այն ձայնը։ Ոչինչ չի օրացվի, ոչ մի անուն չի մոռացվի, նախնիների ժառանգությունը մեր սրտերում կպահպանվի։ Ունիսի 7-ին, ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան։ Ունիսի 7-ին, ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, արդարություն մեր երկրին։ Շարը իր դատը կստանա արդար լույսով կարդարացվի, հայոց տունը նորից կծաղկի, ժողովուրդը լավ կապրի։ 1-2 Սիրելի հայրենակիցներ, այդ էս բրավո, ապրեք շատ։ Դեռ եկեք նայեք տիկնակ պարոնակ քպեականները ում ոնց են դիմավորում։ Բոլորին կոչ եք անում, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, Համար 7 Ջորջան անպայման կգնաք ընտրության, գնաք, որ վեր չտանք ես ամոթի, ստի ու կեղծիքի, գնացեք ընտրության, որ երկիրը ազատ շնչի ու զարգացում ունենա, գնացեք ընտրության, որպեսզի ապագա ունենանք ու ժպտանք իրար, որ ոչ թե մարդիկ իրար վիրավորեն, նախորդին էլ սպանություն է տեղի ունեցել, հենց այս ագրեսիայի ու չարության արդյունքով։ Անպայման գնացեք ընտրության, տեր կանգնեք երկրի ճակատագրին ու սպասեք լավ փոփոխությունների։ Հունիսի 7-ին, Համար 7 համար 7-ին, Հունիսի 7 Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սրտերին, վերկաց կանգիր, ձեռքդ բացիր, ու ասա այո մեր պայքարին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անեն սիկոն այս չարիքին, վերկաց կանգիր, փաշին վերջիր, ու ասա այո մեր հայրենիքին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, գալու է մեր դարը, հաղթանակի դարը, որ կերտելու ենք մենք միասին, վերկաց կանգիր, մեզ միացիր, ու ասա այո մեր հաղթանակին, հայեր, հայեր, ոտքի,
Սիրելի հայրենակիցներ, մենք թիվ 7-ն ենք, բոլորիդ կոչ ենք անում, հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս և վերջ դնել այս թրքահաճո դարաշրջանի, գնալ ընտրատեղամաս և ձեր քվեն, եթե վստահությունը մսխած, ձեզ խափած, ձեզ տարանջատած, ձեր մեջ և մեր մեջ ատելություն սերմանած, այս ամոթալի իշխանություններին, որպեսզի մեկը միշտ վռնդենք իշխանական կաբինետների։ Գնաք, որ երկրում իշխանություն փոխվի, գնաք, որ երկրում մթնոլորտ փոխվի, գնաք, այո, ապրեք, երեխեք, շատ ապրեք, գնաք ընտրության, որպեսզի մենք տնօրինենք երկրի ճակատագիրը, գնաք ընտրության, որպեսզի այս պառակտման, այս ագրեսիայի, այս վատ էներգետիկայի դարաշրջանը ավարտվի, գնանք ընտրության, որպեսզի երկիրը ապագա ունենա, բոլորիդ կոչ ենք անում, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, Զոր ջան, անպայման գնացեք ընտրության, մենք թիվ 7-ն ենք, 7-րդ քվեաթերթիկը, մենք առաջարկում ենք գույքահարկի վերանայում, նվազեցում, մենք առաջարկում ենք տեղական տուրքերի նվազեցում, մենք առաջարկում ենք քաղաքացուն, մեծ համաներում, մենք առաջարկում ենք քաղաքացուն վարկային բեռի թեթևացում, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը վճռորոշ ժամանակահատված է և կարևոր ամսաթիվ է Հայաստանի 3-րդ հանրապետության համար։ Սրանք ուրացել են Արցախը, սրանք ուրացել են ցեղասպանությունը, սրանք ուրացել են մեր զոհերին, սրանք ուրանում են մեր անկախության հռչակագիրը, սրանք ուրանում են մեր սահմանադրությունը, սրանք ուրանում են մեր զինանշանը և սրանք ուրանում են մեր ժողովրդի ինքնությունը։ Դրա համար, այս ամոթալի մղձավանջի վերջը տալու համար, բոլորիդ կոչ ենք անում, անպայման, հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս և ձեր քվեով ոչ ասել այս խայտառակ ու ամոթալի իշխանություններին, գնալ ընտրատեղամաս և շրջել այս նվաստացման էջը, գնալ ընտրատեղամաս և բացել հույսի, լույսի և ապագայի էջ։ Հունիսի 7-ը վճռորոշ և բախտորոշ ամսաթիվ է մեր ժողովրդի համար։